Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Փոփոխություններ Արևմտյան Հայաստանի հեռուստատեսության մեջ, ինչով նման են 3 ցեղասպանությունները, ինչպես հայկական քաղաքները կթիմավորեին գաղանթը, հետաքրքիր պատմություն Ասադուրի մասին, գրնա կենթանին արձան դառնալ, 82-ամյա Արշալույս Քասաբյանի ճակատագիրը, Արցախյան ժառանգության մեղեթին, Կալակյոշ Վան Վասպուրական։ Օրերս Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանյան առաքելության մեջ տեղի ունեցավ ժողով նվիրված հեռուստատեսության զարգացման եւ բարելավման հարցերուն։ Ժողովը վարեցին ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան եւ PR-ի տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը։ Քննարկվեցան փոխանցության որակը, գործունեության արդյունավետությունը եւ ժամանակակից լրատվամիջոցներու պահանջներուն համապատասխանեցումը։ Մասնակիցները ներկայացուցին առաջարկներ հաղորդումներու, հերարցակման ձևաչափերու եւ լսարանի հետ կապի ամրապնդման մասին։ Որոշվեցավ լիովին օգտագործել հեռուստաընկերության ներուժը եւ զայն դարձնել ոչ միայն դեղեկատվական, այլև ազգային ինքնության պահպանման հզոր հարթակ։ Ֆրանսիայի Ֆոնդենե Սուպուա քաղաքին մեջ կայացած 110 տարի յետք հայրու ցեղասպանության պատմությունը համաժողովին քննարկվեցան հայրու ցեղասպանությունը, Հոլոկոստը եւ Ռուանդայի ցեղասպանությունը, ընդգծելով անոնց ընդհանուր օրինաչափությունները։ Ելույթ ունեցան պատմաբան Ռայմոնդ Քևորքյան եւ իրավագետ Պատրիկ Բոթուեն։ Քևորքյան շեշտեց, որ այս հանցագործությունները իրականացված են միագուսակցական վարչագարկերու պայմաններուն մեջ, բռնությունը հաջող փոխանցելով այլ կառույցներու եւ խուսափելով պատասխանատվության են։ Ան նշեց նաեւ, որ ցեղասպանությունները կնախապատրաստվին դարիներ ընթացքին խարանման եւ ապամարտկայնացման միջոցով։ Պատրիկ Բոթուեն ընդգծեց, որ ցեղասպանության հիմնական հատկանիշը ոչնչացման մտադրությունն է, ամրագրված ՄԱԳ-ի 1948 թվականի համաձայնագրով։ Համաժողովին շեշտվեցավ պատմական հիշողության, իրավական գնահատականի եւ քաղաքական պատասխանատվության կարեւորությունը նոր բռնություններ կանխելու համար։ Հայկական քաղաքներուն մեջ գաղանթը ոչ միայն դարվան սկիզբն էր, այլև համայնքային համախմբման, հիշողության եւ բարեմաղթանքի դոն։ Վանի մեջ սեղանը զարդարված էր գլոճով, կատայով, բեգեղով եւ մեղրով։ Դոնի խորհրդանշական բահերեն մեկը գեսկիշերին աղբյուր երթալներ, ջուրն ու հացը օրհնելը որպես արադության երաշխիք։ Խարպերտի մեջ 7 տեսակ ուդեստը կզարդարեր սեղանը, երկ եւ նվերներ, երեխաները դուն գերտային գաղանթ հավաքելու։ Պալվի մեջ գաղանթը զուգորդված էր հոգևոր եւ ազգային շեշտումներով։ Հadoop տեղ ուներ Կոդեգա խաղը եւ Բահկի սեղանը։ Մարաշի մեջ գաղանթը հայտնի էր Գաղնդոս անունով, դիսական երգերով եւ դանիքներեն իջնող նվերներով։ Այս բազմազան պատկերին մեջ գաղանթը կդառնա ոչ միայն դոնմը, այլև հայկական ինքնության կենթանի արտահայտություն, սերունդներուն փոխանցվող սովորություններով, համերով եւ երգերով, որոնք կմիավորեն համայնքը եւ կզորացնեն ազգային հիշողությունը։ Ասադուր գործված ինքնության հետքերով վավերագրական ֆիլմը կպատմի մարդու մասին, որ կյանքի վերջավորության կփորձե վերակտնել իր իսկական ինքնությունը։ Ասադուրը դարիներ շարունակ ապրած է այլ անունով եւ հավատքով, սակայն միշտ որոնած է իր հայկական եւ քրիստոնեական արմատները։ 1944 թվականին Մալատյո մեջ ծնած Ասադուրը մեծած է ընտանիքի մեջ, որուն անցյալը լրությամբ պատված էր։ Ցեղասպանության դարիներուն ընտանիքը ստիպված եղած է փոխել հավատն ու ինքնությունը գոյատևելու համար։ Դարիներ անց Ասադուրը կբացահայտե իր ընտանիքի իրական անցյալը եւ իր գործված արմատները։ Իր կյանքին մեջ կարևոր դեր ունի նաեւ չիրականացած սերը, որ զին կմղե վերադառնալ հայ կաթողիկե եկեղեցի։ Այսօր 80 անց անգփափակի մգրդվել եւ հանգչիլ քրիստոնյա հայի պես իր սիրած անցի գողքին։ Ֆիլմը ինքնության վերադարձի խորհրդանշական պատմությունն է։ Մեծ հայքի Գորջայք նահանգի ջահու կավարին մեջ, ուր ջերմաստիճանը հասած էր մինչև նվազ 32, գտնված է Սարած աղվեսմը Ցիան փլուրի վրա։ Գենթանին մահացած էր սաստիկ ցուրդին պատճառով սնունդ որոնելու ընթացքին։ Դեղաբնակ Արև Գնջը նշեց, որ գիշերները ջերմաստիճանը կհասնի մինչև նվազ 28-30, ինչը կդժվարացնի վայրի գենթանիներու կայադևումը։ Իշխանությունները զգուշացուցին, որ գենթանիները կրնան մոտենալ բնակավայրերուն եւ գոչ ուղեցին բնակիչներուն սնունդով ապահովելու անոնց։ Տեսարանը լայնորեն տարածված է համացանցին մեջ իբրև ծմերվան դաժանության վկայություն։ 82-ամյա Արշալույս Ռիտա Կասաբյան, ով Գաբրի Բակրգյուի մեջ կանգնած է արտաքսման վտանգի առջև վերջին ամիսներուն վարձավճարը չվճարելու պատճառով։ Անդեղ չունի երթալու եւ Գաբրի միայն ամսական 600 լիրայով։ Իր ընտանիքը գործընծուցած է հիմնական եկամուտը, իսկ կենցաղային ծախսերը դժվար կհոգացվին։ Հայ համայնքին մեջ աջող աղքատությունը լուրջ խնդիր դարձած է եւ դարբեր կառույցներ կփորձեն աջակցել գարեկավորներուն։ Կասաբյան գոչ կուղե համայնքային եւ բարեգործական գազམ་ագերբություններուն շտապ օգնություն ցուցաբերելու համար։
Նաիրյան ցայնային համույթը ներկայացուցած է Արցախյան ժողովրդական շուշվա գեղը երգի նոր մշակումն ու տեսահոլովակը, նպաստելով Արցախի երաժշտական ժառանգության պահպանման եւ հանրահռչակման։ Մշակման հեղինակը նույն ինքը համույթն է, իսկ գեղարվեստական ղեկավարը Նայրա Մուղդուսյան։ Երգը ցայնագրված է Ստեփանագերդի դուն ինտերնատի մեջ 2016-2017 թվականին, երգասացը ինտերնատի բնագիչ Արմեն Ջրոյան, իսկ արխիվային ցայնագրությունը դրամատրած է Մարատ Հարությունյան։ Ձրակիրը Մուղդուսյան արվեստի գետրոնի գոմե գծկտի ցայնագրել եւ բազմացայնել արցախյան երգեր Լարա Սարգսյանի աջակցությամբ։ Նոր մշակումով երգը ոչ միայն կվերաիմաստավորվի, այլև կշեշտվի մշակութային հիշողության պահպանման կարևորությունը որպես ազգային ինքնության մաս։ Կալագյոշը Քարնանամուդի դիսական ճաշադեսակ մնե Վան Վասպուրականի խոհանոցեն։ Յուրաքանչյուրը իր ափսեին մեջ կլեցնե 4 լավաշ, վրան արատ խաշած ոսպ, ապա դակ չորտանը, իսկ վերջավորության սոխարածը լեռնային գանաչիներով, թաղց, ուրց, անանուխ։ Ավելի հարուստ ընտանիքները սոխարածը կպատրաստեին տալի, ղավորմա, յուղի եւ միսի հետ։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական գայքեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, լավ մնացեք։